Այն ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, սա աննախադեպ է, երևի Ստալինը, Եժովը, Բերյան գերեզմանից դուրս եկել մի անկյունում կանգնած ծխում են, ասում են ոնց չենք մտածել, որ բռնապետությունը կարող է նաև այս դեմքը ունենալ։ Ես հիմա ներկայացնելու եմ զարհուրելի թվեր։ 18 թվականից առ այսօր Հայաստանում կատարվել է 220,000 հանցագործություն, 10 անգամ աճել է ծանր հանցագործությունների թիվը, ներկայացնում եմ թիվ, մինչև 18 թվականին նախորդող 7 տարիների ընթացքում կատարված հանցագործությունների թիվը եղել է 100,000, ամեն տարի Նիկոլի ռեժիմը ձերբակալում է 7,000 մարդու, ի համեմատություն մինչև Նիկոլյան ժամանակը ձերբակալվածների թիվը յուրաքանչյուր տարի չէր անցնում 900-ը, պատկերացնում եք 220,000 հանցագործություն, եւ եթե Նիկոլը կամ Նիկոլի տարբեր ուսապարկեր կասեն, բա կոռուպցիայի դեմ ենք պայքարում, 220,000-ի ընդամենը 1%-ն է վերաբերում հակակոռուպցիոն, ուրեմն տիրույթին վերաբերում կոռուպցիոն գործերին, 10 անգամ աճել է ծանր հանցագործությունների թիվը, օրը բացվում է, նայում ենք լրատվական քրոնիկոնը, սպանություն, դանակահարություն, դաշտում գնդակահարում են անմեղ ամուսինների, ուրեմն դանակահարությունները, սպանությունները հասել են բուհեր, հասել են դպրոցներ, վենդետաներ, կրիմինալ Հայաստան։ Այս Նիկոլի դեմոկրասին, սա կրիմինալ Հայաստանն է, որտեղ եվրոյոնջաները իրենց ռեխը փակած նայում են, թե ինչպես ֆեյսբուքյան գրառման համար մարդկանց տանում են կալանքի, երբ որ մեզ խեղդում էին եւ պարտադրում էին եւ ինչը մենք արեցինք քրեադատավարական օրենսգրքում, քրեական օրենսգրքում ամրագրել դրույթներ, որ կալանքը պիտի կիրառվի բացառիկ դեպքերում։ Հիմա ով փրշտում է փրշտոցի դիապազոնը Նիկոլին դուր չի գալիս, մարդուն տանում են, իդեպ տանում են նվաստացնելով, պարկացնելով, հատակին են փռելով ասֆալտին, տանում են կալանքի։